Զոհերի ու վերապրածների սերունդներից մեզ այժմ տասնամյակներ են բաժանում, բայց շարունակվում է վավերագրումը նրանց պատմությունների։ 111 տարի անց ինչ մեթոդներով է այդ վավերագրումը տեղի ունենում։ Կպատմի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման ու ուսումնասիրության բաժնի ղեկավար Շուշան Խաչատրյանը։ Շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար, Տիկին Խաչատրյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեզ միշտ թվում է, թե սա մի այնպիսի թեմա է, որ որպես կանոն վերապրածների սերունդներն են գալիս եւ գտնում թանգարանը ու փոխանցում հուշերը, պատմությունները, իրերը, փաստերը։ Արդյոք 111 տարի անց էլ դեռ միայն այդ մեթոդով է համալրում տեղի ունենում եւ վավերագրում տեղի ունենում, թե այսօր արդեն թանգարանը այլ մեթոդներով է փորձում բացերը լրացնել։ Նախ ասեմ, որ այո, մեր գործառույթներից առաջիններից մեկը համենայն դեպս մեր բաժնի դա վերապրողների զոհերի սերունդներին, ժառանգներին հենց թանգարանում ընդունելն է, նրանց հետ զրուցելը։ Մենք կատարում ենք նաև վիդեո եւ աուդիո ձայնագրություններ, ի դեպ ասեմ, որ համապատասխան տեխնիկայով ենք վերազինվել գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում, բայց դրանք նաև կարողանում ենք մեզ հետ տանել եւ պատտվել յուղերով, այն վայրերով, որտեղ որ հիմնականում բնակվել են վերապրողները եւ սերունդները, ահա պահպանում են, անբարել են հիշողությունը եւ մեզ են փոխանցում։ Այսինքն թանգարանն ինքն է գնում վերապրողների սերունդներին գտնում եւ փորձում ստանալ տեղեկություններ։ Այո։ Որ շրջաններում են հիմնականում, երբանից է գործընթացը մեկնարկել ու ինչ արդյունքներ արդեն այս տարի ունենք։ Հիմնականում դա գրեթե միշտ արվել է, բայց առավել ինտենսիվ վերջին 2-3 տարիների ընթացքում է արվում, որ մենք անձամբ ինքներս գնում ենք, գտնում ենք վայրերը, ոչ մեկիս համար, այսպես ասած, գաղտնիք չի լինի բացահայտելը այն, որ օրինակ Արագածոտնի մարզի շատ բնակավայրերում, գյուղերում հիմնականում վերապրողների ժառանգներ են բնակվում։ Թալինի շրջանը այդպիսի շատ վառ օրինակ է։ Եվ մենք ինքներս էլ առաջնահերթ թույցություն չենք դնում, ցանկացած գյուղ, որ գնանք, ստացվում է, որ այնտեղ կգտնենք։ Փորձով գտնում եք։ Այո, հիմնականում, բայց մի հետաքրքիր երևույթ էլ կա, որով որ առաջնորդվում ենք։ Գյուղերի շատ հայտնի բնակիչներ են եղել, օրինակ Խաչիկ Դաշտենցը երկար տարիներ ապրել է Իրինդ գյուղում։ Մեզ հետաքրքիր էր կամ Մուշեղ Գալշոյանը Կատնաղբյուր գյուղում է ծնվել, բնակվել։ Մենք նաև այդ հայտնի անձանց հետքերով ենք փորձում գնալ, նաև իրենց հարազատների կամ իրենց ճանաչողների կամ իրենց վերաբերյալ պատմություններ լսած անձանց հետ հանդիպել եւ մենք գտնում ենք այդ պատմությունները կամ չգիտեմ միգուցե պատմություններն ու հիշողություններն է մեզ ձգում գալիս մեզ են գտնում եւ շատ հետաքրքիր բացի պատմություններից մարդիկ բերում են եւ անտիպ եւ տպագրված հուշեր եւ ստացվում է, որ մենք տվյալ գյուղի պատմությանն ենք առնչվում հետ ցեղասպանական շրջանի եւ նոր նյութեր ենք բացահայտում, որ փաստորեն երկար ժամանակ ինչ որ մեկի տանը, մեր հայրենակիցներից որևէ մեկի տանն է մնացած եղել եւ դա անբարվելու կարիք էր փաստորեն զգում եւ մենք նաեւ կարողանում ենք իհարկե չենք փորձում համոզել մարդկանց, որ դրանք նվիրեն մեզ, որովհետև դա կոնկրետ մեր գործառույթների մեջ չի մտնում, բայց լինում են դեպքեր, որ իրենք նվիրում են թանգարանին պահպանության։ Տիկին Խաչատրյան, ձեր խոսքերից կարող եմ ենթադրել, որ ընդհանուր առմամբ բաց են, պատրաստակամ են հայտնել, խոսել, չնայած սերունդներ է բաժանում։ Այդ դեպքում ինչու իրենք ավելի վաղ չեն որոշել գալ, պատմել, հարցնում եք նման հարցեր։
Նման հարց չեմ հիշում, որ տված լինեմ, բայց կասեմ, որ յուրաքանչյուր այս կամ այն դրվագում իր կյանքի Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հետ առնչություն ունեցած լինում է, օրինակ իրենք սերունդները լինում է, որ գիրք են պահած լինում իրենց տանը կամ հուշ եւ փորձում էին բերել կրկնօրինակը հանձնել, բերում էին, հանձնում էին կամ հենց բուն հուշը տպագրած բերում հանձնում են գալիս պատմում են, բայց իհարկե տեղում սպասելը եւ այլն կա լինում են դեպքեր, որ օրինակ վերապրողի ժառանգ երբևէ իր հայրիկին վերապրած չէր տեսել 4 տարեկան է եղել, երբ որ իր հայրը աքսորի է ենթարկվել ստալինյան բռնությունների ժամանակ բռնաճնշումների եւ փաստորեն մենք հասցրեցինք այն պատմությունը, որը ինքը լսել էր գուցե իր մայրիկից հավաքել եւ ցավոք իմացանք, որ մի քանի ամիս անց պապիկը հեռացավ մեզանից, այսինքն երկրային կյանքից եւ հասցրեց փոխանցել։ Կորյուն պապիկն է Աշնակ գյուղից եւ ինքը մեզ նաեւ փոխանցեց ազգագրական բնույթի կարեւոր տեղեկություններ, որի համար շատ շնորհակալ ենք իրեն եւ իր ընտանիքին։ Տիկին Խաչատրյան, հիմա որ եթե փորձենք ամփոփել, օրինակ վերջին տարիների ընթացքում քանի այդպիսի պատմություններ է կարողացել վավերագրել, ակտիվ հատկապես որ շրջաններում են եղել եւ առաջնահերթություն հատկապես 26-ի համար կան տեղեր, որ այդտեղ դուք բաց ունեք եւ առաջիկայում հատկապես այդտեղ պետք է կենտրոնացնել ուժերը։ Ուրեմն առաջին հարցին անդրադառնալով տասնյակ հուշեր են կարողացել հավաքել, ձայնագրություններ, բանավոր պատմություններ, ճիշտ է դրանք սպասում են որոշ քանակին նրանց միջից սպասում է մենք գրադարձում ենք ասում, այսինքն դա տեքստի վերածելու եւ դա արդեն վերջնական վավերագրում է համարվում դրանից հետո 26 թվականին մեր այցելության կոորդինատները դեռևս չեն փոխվել, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Արագածոտնի մարզն է ուշադրության կենտրոնում, Արարատի մարզը որոշակիորեն եւ մենք այցելեցինք նաեւ նախորդ տարի նույն նշված մարզերի գյուղերը եւ պետք է ասեմ, որ կողքի գյուղերից էլ են իմանում եւ մեզ խնդրում են, որ մենք այցելենք հետաքրքիր այսպես մոտեցում կա, միմյանց ասում են, տեղի կացնում են, կապ են հաստատում մեզ հետ։ Ինչ զրույցը սկսել է, երբ զրուցում էինք, նշեցիք, որ 25 թվականը հատկապես առանձնացել էր շրջայցերով ու քանակով նաև։ Ինչով էր դա պայմանավորված ու արդյոք կադրերի խնդիր կա թե չէ։ Քանի որ աշխատանքն այնպիսին է, որ այո, կադրերը մեզ շատ պետք են, գիտեք, ինչքան մարդ, այնքան պատմություն, բայց էականորեն նաև կախված էր նրանից, որ մենք ունեցանք դրամաշնորհը, որի շրջանակում կարողացանք տեխնիկան ձեռք բերել, որ էական պատճառ ու պայման էր այս պարագայում, այսինքն տեսախցիկները, ձայնագրող սարքերը, ֆոտոապարատները, որոնց միջոցով նաև փրկված ցեղասպանությունից փրկված իրերն ենք նաև արձանագրում, երբեմն դրանք տանսուրբ ձեռագրեր են լինում, այսինքն ունիկալ ավետարաններ, աստվածաշնչեր, իրենց մանրանկարներով, հմայլներ եւ այլն, այսինքն մենք ավելի մի փոքր սպասեցինք, թեև նախորդ տարիներին եւս կատարում էինք աշխատանքը, բայց մի փոքր սպասեցինք, որ ունենանք այդ տեխնիկական հագեցվածությունը մեր բաժնում եւ անցանք աշխատանքի։ Դուք նշում եք դրամաշնոր, որի շրջանակում կարողացել եք լավարկել գործընթացը։ Ընդհանրապես դրամաշնորների հնարավորություններ շատ են լինում, չեն լինում, պետական աջակցություն կա, չկա այս գործընթացի հետ կապված։
Միանշանակ կարող եմ ասել, որ կա այս պահին, որոնք որ մեր բաժնում են իրականացվում, երկուսն են եւ հենց ուղղված են այս ամբողջ ձեզ հետ խոսալու ընթացքում նկարագրված process-ն իրականացնելու ուղղությամբ։ Երբ հավաքագրում եք, հետո այդ ամեն ինչը բացի ֆոնդերը համալրելուց, նաև հասանելի դառնում է հանրության ինչ-որ ցուցադրությունների տեսքով, գրքերի տեսքով գուցե։ Մեր մտքում կա նման երևույթ, այսինքն դա ցուցադրության վերածել կամ գիտաժողովի, որը կարծում ենք այս տարվա ընթացքում պետք է լինի կամ մյուս տարվա սկզբին, բայց օրինակ նախորդ տարի 2025 թվականի դեկտեմբերին մենք հրավիրեցինք բոլոր այն անձանց, որոնց հետ մենք խոսել էինք, զրուցել էինք, նրանք շատ սիրով եկան, եւս մեկ անգամ վերհիշեցինք, իրենց հետ բերել էին իրերը, լուսանկարները, մարդիկ կան, որոնք պատրաստում են իրենց ծնողների, այո, դեկտեմբեր ամսին էր այդ միջոցառումը։ Քանիսն էին հրավիրվածները։ Տասնյակ, մի գուցե մի 50 հոգի կային, չեմ կարող հստակ թիվ ասել, համենայն դեպս շատերը եղան, որ չկարողացան գալ մասնակցել, բայց միջոցառումը բավականին արձագանք գտավ։ Միջոցառման ընթացքում մարդիկ ալբոմներն էին վերապրողների նկարներով բերել ցույց տալիս, դեպ ասեմ, որ նրանց մեջ մարդիկ կան, որոնք մտածում են, որ տանը կից թանգարաններ կկարողանան կազմակերպել, ստեղծել փոքրիկ թանգարաններ իրերով, վերապրած իրերով, պատմություններով, լուսանկարներով, շատ հետաքրքիր երևույթների ենք ականատես լինում նաև այս առումով։ Տիկին Խաչատրյան, 10-ամյակ աշխատանքային փորձի արդյունքում դուք թերևս ծանոթ եք, անձնապես շփվել եք տասնյակ հարյուրավոր մարդկանց հետ, վերապրողների հետ, նրանց սերունդների հետ, ծանոթացել նրանց պատմություններին, որն է կարմիր գծով միանշանակ բոլոր պատմություններում, որ որպես դաս, նաև որպես ուղերձ 111 տարի անց պետք է, որ մենք բոլորս սովորենք, իմանանք, չմոռանանք։ Երևի թե առաջին հերթին չմոռանալ բառը տեղին է գործածել, դա հատկապես շատ այսպես կարևոր է Սփյուռքի համար, Սփյուռքում էլ փոքրիկ աշխատանք կատարեցինք, մասնավորապես Ֆրանսիայի համայնքներից մեկում, Մարսելում, այնտեղ էլ կարողացանք հավաքել ու հասկացանք, որ մոռացվում են շատ բաներ, օրինակ ընդհանուր հիշողությունը ոչ չի մոռացվում, բայց սերունդները ժամանակի ընթացքում շատերը դադարում են հայերեն խոսելուց, այնպես էր ստացվել, որ շատ իրեր, օրինակ մեր հայրենակիցները կարողանում են գնալ տներից հավաքել, որտեղ դրանք ուղղակի չեն ընթերցվում, բերել օրինակ Արամ կենտրոն, Մարսելի հավաքել այնտեղ եւ այդպես ուսումնասիրել այդ կտրվածքով, չմոռանալը շատ կարեւոր է, իսկ վերապրողների ուղերձների մեջ պայքարելու օրինակներ կան, բայց նաև պետք է առանձնացնեմ մարդ մնալը, որ իրենք միշտ ասում են, որ իրենց տեսակին հավատարիմ պետք է հայ մարդը մնա, այս ամենի միջով անցնելով։ Տիկին Խաչատրյան, քանի որ դուք նշեցիք Ֆրանսիայում կատարվող աշխատանքը, ընդհանրապես Հայաստանից դուրս գաղութներում աշխատանքը դեռ շարունակվում է, թե չէ, ու ինչ է պետք, արդյոք մենք այդտեղ ունենք շատ խզվածքներ, թե ոչ, եւ Խորհրդային Միության տարիներին առաջացած խզվածքը այսօր հնարավոր եղել է լցնել։ Սփյուռքում ահռելի աշխատանք է կատարվել, Լիբանանը անհասանելի մի բարձունք է, նույններ Սիրիան, այսպես կարող ենք ասել, թե ինչքան փաստավավերագրական գործ է կատարվել, բանավոր պատմությունների հավաքագրման առումով էլ շատ ու շատ գործ է արվել, իդեպ պետք է ասեմ, Տիկինի Վերժինես Ֆազլյանյանը չեմ կարող չնշել, որը հենց
Հայաստանում էլ հավաքչական աշխատանքը արեց, նաև Սփյուռքում արեց, եւ մենք այսօր նաև ունենք այդ ուղենիշային գործերը, որ ինքը մեզ հրամցրեց իր ուսումնասիրությունների տեսքով, բայց կան համայնքներ, որոնք ունեն այդ կարիքը, նույնիսկ վերապրողների բացակայության պայմաններում եւ ձայնագրություններ են հավաքվել եւ հուշեր են հավաքվել, մտածել անտիպ եւ ուղղակի բացահայտմանն են սպասում եւ այդպիսի մի այսպես աշխարհագրական արեալ է Հարավային Ամերիկան։ Հարավային Ամերիկայի հայկական համայնքների մեջ նման նպատակ կար անցած տարի, մենք դիմեցինք տարբեր կազմակերպությունների, դեռևս դրական այսպես արձագանքներ չունենք, բայց կշարունակենք։ Այս զրույցից հետո լինի դրական արձագանք, մի քիչ մանրամասն ինչ է պետք դրա համար։ Հիմնականում անհրաժեշտ է լինում ճանապարհորդական ծախսերի հատուցում Եվ վերջ ուր գնալ, ինչպես գտնել տեղեկությունների նման պետք է։ Մենք ինքներս ենք կարողանում գտնել, որոշակի այսպես կոնտակտներ հաստատել ենք, մարդիկ իրենք են գալիս, այսպես մեզ գտնում, ինչպես արդեն նշեցի, շատ հետաքրքիր է։ Եվ շատ կարևոր խորհուրդներ իհարկե ստացանք նաև այդ ընթացքում, օրինակ Հունաստանի հայ համայնքի շրջանակներում էլ կարևոր անել, Իտալիայի մասին ենք մտածում ավելի այսպես մեզ մոտ աշխարհագրորեն երկրներից, Նոր Արաքս օրինակ գյուղը կա, բարի մոտ, որ այնտեղ որոշակի աշխատանք հետ հիշողության, այսինքն սերունդների մեջ կատարող աշխատանքի կարիք կարծում եմ պիտի որ լինի։ Հուսամ արդեն հաջորդ զրույցի երբ էլ դա լինի, կպատմեք, թե աշխարհագրորեն որ երկրներում է հնարավոր եղել նաև պատմություններ վավերագրել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման ու ուսումնասիրության բաժնի ղեկավար Շուշան Խաչատրյանի հետ։